Երբևէ մտածել ես, թե ինչու եմ ես ավանդի դիմաց տալիս ցածր տոկոսներ, բայց հենց հերթը հասնում է վարկին, դու ստիպված ես ինձ վճարել բարձր տոկոսադրույք։ Հետևիր ֆինանսական ակադեմիայի էջին, իսկ ես կպատմեմ, թե ինչու։ Ես պարզապես միջնորդ եմ։ Ես վերցնում եմ ավանդուն ներդրած քո գումարը և վաճառում այն մեկ ուրիշին, այլ կերպ ասած վարկ եմ տալիս։ Այս երկու տոկոսների տարբերությունը կոչվում է մարժա։ Մարժայով էլ վճարում եմ աշխատակիցներիս աշխատավարձը, պահում մասնաճյուղերը և այլն։ Երբ դու ավանդ ես ստեղծում, ռիսկերը քիչ են, որ կկորցնես գումար, քանի որ ավանդները երաշխավորված են։ Սակայն վարկ տրամադրելը ինձ համար է ռիսկային։ Այդ պատճառով էլ ինձ անհրաժեշտ են երաշխավորներ, որպեսզի կարողանամ հաշվի առնել բոլոր ռիսկերը։ Բայց բանկը չի կարող քո ներդրած ամբողջ գումարով վարկ տալ։ Ես պահանջում եմ, որ մի մասը պահի որպես անվտանգության բարձիկ։ Ստացվում է, բանկը տոկոս է վճարում քո ամբողջ գումարի համար, բայց շահույթ կարող է գեներացնել միայն դրա մնացած մասից։ Կիսվիր տեսանյութով ընկերներիդ հետ, որպեսզի նրանք էլ իմանան ինչպես է աշխատում համակարգը։ Հետևիր ֆինանսական ակադեմիայի էջին, եղիր ֆինանսապես գրագետ։